ավելի չափ ու սահման ունի, հալա, չի կարելի։ Ես մի բան եմ ուզում ասեմ, շատ լավ հոգևորական ընկեր ունեի, Հայր Մկրտիչը, որը Սուսուփուս զենքը ձեռքին վերցրեց, 20 թվից գնաց անհետ կորավ ու հավանաբար զոհվել է։ Ես նաև իր համար, իր հիշատակի համար եկել եմ սաստը։ Իմ ընկեր Հովհաննեսը, որը դարձավ Հայր Մկրտիչ, իմ երեխաների մկրտողն էր։ Հովում բա դրա համար է զոհվել Հայր Մկրտիչը, որը սուրսնց խայտարակել ենք ամբողջ աշխարհում։ Բայց կարծես թե հարությունը կողմ է, ասում են թող փոխվի, եկեղեցին մերն է, բայց կաթողիկոսի հետ կապված թող մի քաղաքականացրեք եկեղեցին կյանքում։ Հենց եկեղեցին քաղաքականացավ, համարեք մեր ազգը միշտ բարել է եկեղեցին, դժվար պահերին զանգերը միշտ հնչել են։ Եվ միշտ գիտեք, որ եկեղեցականները շատ անգամ ոնց որ մեր ընկեր Հովոն սուրը ձեռքի գնացել են պաշտպանելու հայրենիքը։ Ես որպես քաղաքացի եկել եմ տեսնում, որ վտանգ է սպառնում։ Իսկ ինչ եք կարծում, հիմա պետքա լիքը չլիներ արդեն Էջմիածին, առավոտից տեղյակ են մարդիկ, որ գրոհել են ԱԱԾ աշխատակիցները։ Ինչու։ Բոլորը հեռախոսով կինո են նայում։ Ես էլ իմ ռեստորանում նստած նայում էի սկզբում, հետո չդիմացի, ասեցի, ինչ նստենք ստատուս բերենք, ես եկել եմ իմ խաղաղ աջակցությունը հայտնել հայ առաքելական եկեղեցուն, որին դարելով ապավինել մեր ինքնությունն է դա եղել։ Ինչ եք կարծում, կհաջողվի կաթողիկոսին չեզոքացնել։ Կաթողիկոսին չեն չեզոքացնել։ Նախ սկսենք դրանից, որ կաթողիկոսին չեն չեզոքացնել, եկեղեցին են ուզում չեզոքացնել։ Տելամիտ մարդիկ հասկանան, որ ինչի է 2-3 օրվա մեջ եկեղեցականներ, բոլոր եկեղեցականները դարձան սև սատանա։